Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Գիրանցի բնակիչներուն պատկանող մոտ 15 հեկտար հող հանձնված է Բաքվին, Ոսկան Սարգսյան։ Բաքուն կրնա միագողմանի օգտագործել իր տարածքով հաղորդակցությունը որպես ճնշման գործիք Հայաստանի վրա, Լևոն Զուրաբյան։ Գերմանիայով հարձակույն բարգեւը գերմանացի ցեղասպանագետ հայ ժողովրդի մեծ բարեկամ Տեսա Հոֆմանին։ Սուրիալ Արցախ, Բաքուն վերագառուցման քողի դա կվերապաշխե նավթադոլարները հոսող բաշարները։ Արդասովոր բացահայտում Արևմտյան Հայաստանի մեջ։ Արևմտյան Հայաստանի մեջ գտնված են առաջին մարդոց բնակարանները։ Աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Լրագրող Ոսկան Սարգսյան գկրե լուսանկարը շուրջ 10 տարի առաջ նկարած եմ։ Գիրանցի բնակիչը սայլով վարելապայտ կփոխադրեր։ 2024 թվականին միջպետական ջապուն այդ հատվածը եւ Գիրանցի գամուրջը սահմանազատման անունով միագողմանի եւ աբորինի գերբով հանձնվեցան Ադրբեջանին։ Այդ պատճառով Գիրանց գյուղեն անցնող նոր ջամփամը կառուցվեցավ։ Նիկոլ Փաշինյան հայտարարած է, թե Դավուշեն նույնիսկ 1 մմ տարածք չէ հանձնված Ադրբեջանին, մինչդեռ Գիրանցի բնակիչներով սեփականության իրավունքներով եւ կադաստրի վկայակիրներով պատկանող մոտ 15 հեկտար հող հանձնված է Ադրբեջանին։ Փաշինյանի քարոզչությունը կփորձե Զանգեզուրի միջանցքի հանձումը ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակ, բնտելով թե Բաքուն մեզ մեկ աղված պիտի ելա։ Հագի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով ասիկա գեղձիկ մնե։ Ալիևի նպատակը Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ստանալն է, զոր Հայաստանը պիտի չգարենա վերահսկել։ Զուրաբյանի համաձայն Ադրբեջանը այդ ճամփաները պիտի օգտագործի Հայաստանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշում գործադրելու համար։ Այսպես առաջարկված կարգավորումը կծառայե բացառապես Բաքվի շահերուն։ Ան միաժամանակ նշած է, թե եթե Բաքուն բանա անցումը, այդ կարելի է դիտել որպես խաղաղության քայլ։ Սակայն անիկա չի վերացնել վտանգը Ադրբեջանը ովևէ բահու կրնա զայն փակել կամ օգտագործել որպես ճնշման միջոց։ Անոր համաձայն խնդիրը կրնա լուծվել միայն Զանգեզուրի հանգույց ծրագրի միջոցով։ Գերմանացի ցեղասպանագետ հայ ժողովրդի մեծ բարեկամ Տեսա Հոֆման բարգեւադրված է Գերմանիայով հարձակույն բարգեւով։ Գերմանիայ Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վոլտեր Շտանմայերի հունիսի 13-ի հրամանով հասարակական ցեղասպանագետ եւ մարդու իրավունքներու պաշտպան դոկտոր Տեսա Հոֆման բարգեւադրված է պատվո շնքանշանով երկրի հարձակույն պետական բարգեւով։ Հոֆման երկար տարիներու ընթացքին նշանակալի ներդրում ունեցած է Օսմանյան գայսրության մեջ հայերու եւ այլ քրիստոնյա ժողովուրդներու ցեղասպանության ճանաչման գործին մեջ նպաստելով 2016 թվականի Գերմանիայ Բոնդեստագի գոմե հայերու ցեղասպանության ճանաչման պատմական Փանացևին ընդունման։ Բարգեւի պաշտոնական հանձնման արարողությունը դեղի ունեցած է Բերլինի մեջ հոկտեմբեր 20-ին։ 2025-ի մայիսին Ալիև բացավ Փերծորի օտագայանը երրորդը նմանատիպեր են, որոնք գրեթե չեն օգտագործվիր։ Radio Free Europe-ի տվյալներով Լեռնային Ղարաբաղեն շուրջ 150,000 հայ բնակիչ լքած է տարածքը Ադրբեջանի հարձակումներեն յետք։ Չնայած Բաքվի հայտարարություններուն, թե 30-40,000 ադրբեջանցի վերադարձած է, դեղաշարժը խիստ սահմանափակ է։ Տարածքը վերածված է հսկայական շինհրաբարակի առանց իրական բնակչության։ Լրագրող Մաթյո Ջուլինին կնկարագրե մթնոլորտը գրեթե դատարկ ճանապարհներով եւ քիչ բնակարաններով։ Վերաբնակեցման ծրագիրները հիմնականին մեջ կցախողին աշխատանքային հնարավորություններու բացակայության եւ խիստ կանոններու պատճառով։ Արևմտյան Հայաստանի պատմական Կոմակենե նահանգի տարածքին, Ադեյաման եւ Ուրֆա նահանգներու սահմանին, Եփրատի ճրամփարին տակ հայտնաբերված են շուրջ 12,000 տարվա հնություն ունեցող քարայրային պատկերներ։ Այս հնագույն գծանկարները առաջին անգամ նկատած էին դեղացի ցկնորսներ 8 տարի առաջ, երբ ճրամփարի մագարտակը իջած էր։ Այս տարի երաշտի հետևանքով գիտնականներուն հաջողած է գրգին հասնել այդ վայր եւ Ադեյամանի թանգարանի մասնակիցները ճուրին տակ իրականացուցած են մանրամասն ուսումնասիրություն։ Պատկերներու վրա բադած էին խեցիներ, սակայն անոնք լավ պահպանված են։ Հնակետները կնախադեսեն տարածքին մակրումն ու գծանկարներու բաժներու ստեղծումը թանգարանին մեջ պահպանելու համար։ Այս կդածոները հերթական ապացույցն են, թե Արևմտյան Հայաստանի տարածքը եղած է մարդկային քաղաքագործության օրրանն ու արվեստի առաջին կետրոններեն մեկը։ Սակայն այսօր այդ հողերը կգտնվին Թուրքիայով վերահսկողության տակ եւ այնտեղ գտնված հնությունները կներկայացվեն որպես թուրքական մշակույթի ժառանգություն։ Իրականության մեջ անոնք կպատկանին հայկական հնագույն քաղաքագործության, որուն հետքերը այսօր կշարունակեն չնչվել Արևմտյան Հայաստանի հողերեն։ Արևմտյան Հայաստանի տարածքին 5 արահան տեպե վայրին մեջ հնակետները հայտնաբերած են ավելի քան 11,000 տարվա պատմություն ունեցող ավելի քան 30 ստորգետնյա դուն։
Գդաձուն կհամարվի մարդկային քաղաքագործության ամենահին եւ մանրամասն ապացույցներեն մեկը։ Խումբի ղեկավար Կոստանդո Բոլսո համալսարանային պրոֆեսոր Նեջմի Կարոլի խոսքով հայտնաբերված շինությունները ցույց կտան, թե ինչպես հնագույն համայնքներուն մեջ համատեղ գոյակցած են հասարակական եւ հոգեվոր կյանքերը։ Տուները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ փորված են քարերուն մեջ, կհիշեցնեն մեղրախորշի նման կառուցվածքի։ Ներսը գտնված են բուխարիներ, բահեստային բաժիններ եւ քարե հատակներ։ Բնակարաններուն մեջ կանգնեցված քարերը կվկայեն, որ անոնք ունեցած են ոչ միայն գենցեղային, այլև հոգևոր նշանակություն։ Երբ բնակավայրերը լքված են բնակիչները զանոնք դիտավորյալ լեցուցած են հողով, նշանավորելով կյանքի կամ ծիսական շրջանի ավարտը։ Ներկայիս հնակետները կկատարեն վերականգնողական աշխատանքներ, բادرու եւ քարերուն մասնատված բաժինները վերակառուցելու համար։ Գիտնականներու կարծիքով այս վայրը կապացուցե, թե Արևմտյան Հայաստանը եղած է մարդկային քաղաքագործության օրաններեն մեկը։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարի մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք թափանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսիացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ կամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։